ուզում եմ մի անդրադարձանեմ 2017 թվականին, որովհետև 2017 թվականին, եթե հիշում եք, Հայ ազգային կոնգրեսը միակ կուսակցությունն էր, որը առաջարկում էր խաղաղության Ես շատ լավ հիշում եմ, մնացած բոլորի մոտ ձևական ինչ-որ բաներ էր գրած, Տեր-Պետրոսյանը եկավ եթեր եւ դա լրիվ ցույց տվեց։ Այդ հարցազրույցը հետո դառավ վիրուսային, բայց այդտեղ ինչն էր ամենակարևորը։ Ոչ միայն իրանք ծրագրերում չէին արտացոլել ինչ-որ կարևոր լուծումներ, իրենք բոլորը ասում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Այդ թվում նաև այսօրվա իշխանավորները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Պարզվեց, որ մենք զգուշացնում էինք պատերազմի աղետի մասին, որտեղ ունեինք ռազմավարական հաշվարկներ, եւ ցավոք սրտի պարզվեց, որ մենք ճիշտ էինք։ Շատ պատասխանատու ընտրության առաջ ենք կանգնած։ Պատերազմի վտանգը աճում է ամեն օր։ Աճում է, որովհետև Ադրբեջանը այն մրցավազքի մեջ, որը կանխորոշում է երկրի ռազմական կարողությունները, դա բնակչությունն է, դա տնտեսությունն է, դա սպառազինություններն են, Ադրբեջանը գնալով անցնում է առաջ Հայաստանից։ Արդեն ճեղքվածքը մեծ է, եւ այդ ճեղքվածքը շարունակում է աճել։ Այն պահից, երբ որ հաստատվում է խաղաղության պայմանագիր երաշխավորված գերտերությունների կողմից, միջազգային հանրության կողմից, այլևս կարելի է համարել Ղարաբաղի ինքնորոշումը կայացած փաստ։ Մենք դա ենք ուզում։ Իսկ հող տվողները, ընդ որում արյան գնով ձեռք բերված հող տվողները, նրանք են արկածախնդիր սրիկաները, որոնք ասում են, որ չէ, միջև վերջ պիտի պահենք, հələ մի բաներ պիտի գրոհենք, միջև քուր հասնենք։ Այս մարդիկ խաղում են հայ ժողովրդի բախտի հետ։ Իրավիճակը նույնն էր եւ 2017 թվականին, երբ կար ընդամենը մեկ ուղի դեպի խաղաղություն, արժանապատվություն եւ Հայաստանի ու Արցախի ծաղկում, բայց բոլոր քաղաքական ուժերը Հայաստանում հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը արդեն լուծված է, ժողովուրդը արդեն լուծել է Ղարաբաղի հարցը եւ մենք ունեցանք այն աղետալի հետևանքները այդ համարյա համազգային կոնսենսուսից։ Բայց այդ ժամանակ կար մի ուժ, Հայ ազգային կոնգրեսը, որը առաջարկում էր ճիշտ ճանապարհը, եւ եթե մենք ընթանայինք այդ ճանապարհով, դա կլիներ Հայաստանի եւ Արցախի համար լավագույն ռազմավարական լուծումը։ Վերջ, բավական է, որ մենք լսենք խաբեբաներին, ծաղրացուներին, ամբոխավարներին։ Ժամանակն է, որ լսենք նրանց, ովքեր Հայաստանի համար բերում են ռազմավարական լուծումներ։ Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է խելամիտ ուղի դեպի ինքնիշխան խաղաղություն, մեր ամբողջ քաղաքական, տնտեսական եւ հանրային համակարգի առողջացում։ Կատարիր քո դիպուկ ընտրությունը։